Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Շնորհակալ եմ Աստծուն այս լուսաբացի համար։ Ձեզ հետ Աստծո իմաստությունը իր օծյալների միջոցով այս թարգմանությունները կիսելու համար։ Թող օրհնյալ լինի Աստված։ Եվ ամեն մեկիս տա հնարավորություն ընդունելու, ստանալու այն, ինչի կարիքը մենք ունենք։ Աստված գիտի մենք ինչի կարիք ունենք։ Ամեն ժամանակ, ամեն պահի։ Թող Աստված տա այն, ինչի կարիքը մենք ունենք, եւ ոչ թե այն, ինչ մենք ցանկանում ենք, որտեղ մեր սիրտը խաբուսիկ է, մեր ցանկությունները մեզ կարող են տանել կռապաշտության, սխալ ճանապարհով, որպեսզի մեր ցանկությունները, մեր սրտի ցանկությունները չդառնան մեր կեղծ աստվածները ու չշեղեն մեզ ճշմարիտ Աստծուց, որպեսզի մենք ապրենք օրիգինալ դիզայնով, որի համար նախագծվել ու ստեղծվել ենք, որ Աստծո մեջ գտնենք մեր ընկերակցությունը, Աստծո մեջ գտնենք մեր բավարարվածությունը եւ Աստծո մեջ գտնենք մեր նպատակը, որ իսկապես Աստծո կանչի մեջ քայլենք։ Իսկ հիմա վերադառնանք Թոմաս Ջոնսոնի կռապաշտությունը դարերի մեղքը գրքի մեկնաբանության եւ ընթերցանության շարունակությանը։ Մենք ավարտեցինք 6-րդ գլուխը, որը խոսում էր գայթակղությունների մասին, կյանքի բաղադրիչ մասերի մասին։ Եվ հիմա այսօր մենք ամփոփում ենք դա, հարցեր տալիս, որ ավելի լավ հասկանանք։ Այս դասում ուսումնասիրեցինք գայթակղության բնույթը եւ ինչպես է գայթակղությունը ազդում մեր կյանքի վրա։ Ուսումնասիրելով ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գայթակղությունները, մենք հասկացանք, թե ինչպես են հանգամանքները եւ անձնական ցանկությունները փոխազդում իրար վրա գայթակղություններ ստեղծելու համար։ Այս դասը հիմնված էր սրտի մոդելի եւ կռապաշտության գործընթացի վրա, բացահայտելով, որ գայթակղությունները բխում են ոչ թե մեր շրջապատից, մեր հանգամանքներից, անգամ ոչ էլ նույնիսկ սատանայից, այլ մեր սրտերի ցանկություններից։ Խոսեցինք այն մասին, որ սատանան ներկա է մեր հանգամանքներում, ազդում է մեր հանգամանքների վրա, մարդկանց վրա, բայց սատանան չի գայթակղություն առաջացնողը, որ նա չի կարող մեզ պարտադրել կամ ստիպել, այլ մեր ցանկություններն են։ Գիտակցելով, թե ինչպես են աշխատում գայթակղությունները, այն մեզ օգնում է ապավինել Աստծո առաջնորդությանը եւ ընտրել ճիշտ արձագանքը, ճիշտ ընտրությունը, ճիշտ որոշում կայացնել, մեր ազատ կամքը չօգտագործել սխալ արձագանքելու համար։ Նախկին դասերը կխնդրեի, որպեսզի լսեք, որ իսկապես օգնի մեզ։ Մենք բոլորս, չկա մեզանից մեկը, որ օգնության կարիք չունենք։ Այդ դասի նպատակը 3-ն էր։ Առաջինը՝ հասկանալ հանգամանքների, արժեքների, այսինքն արժեքային համակարգի, ցանկությունների եւ որոշումների դերը գայթակղությունների ձևավորման գործում։ Երկրորդը այն էր, որ մենք տարբերակենք արտաքին եւ ներքին գայթակղությունները եւ ճանաչենք դրանց յուրահատուկ ազդեցությունները։ Եվ երրորդը, որ բացահայտենք գայթակղություններին դիմակայելու սկզբունքները, ապավինելով Աստծուն եւ ընտրելով Աստծուն հարգող, Աստծուն մեծարող պատասխաններ եւ արձագանքներ։ Եկեք քննենք ինքներս մեզ, թե ինչ ենք սովորել այս 6-րդ գլխի դասի ընթացքում։ Առաջինը, բացատրենք, թե ինչ են իրենց մեջ ներառում հանգամանքները եւ ինչպես են հանգամանքները դեր խաղում գայթակղությունների մեջ։ Ինչպես է սատանան ազդում մեր հանգամանքների վրա, բայց չի վերահսկում մեր հանգամանքները։ Երկրորդը, բացատրենք արժեքային համակարգի արժեքների եւ ցանկությունների դերը գայթակղությունների մեջ։ Ինչպես են մարդու արժեքներն ու ցանկությունները ձևավորում այն, ինչ նա գտնում է գայթակղիչ։ Բացատրենք աստվածապաշտ վարքի տանող ցանկությունների եւ մեղքի տանող ցանկությունների տարբերությունը։ Երրորդ, տարբերենք արտաքին եւ ներքին գայթակղությունները։ Որոնք են արտաքին գայթակղությունները եւ ինչպես են դրանք տարբերվում ներքին գայթակղություններից։ Օրինակներ բերեք յուրաքանչյուրից։ Չորրորդ, ամփոփենք ու իմի բերենք
Հակոբոսի ուսմունքը գայթակղության մասին։ Համաձայն Հակոբոս առաջին գլխի 13-ից 14 հատվածի, որտեղից է գալիս գայթակղությունը և ինչ դեր են խաղում անձնական ցանկությունները գայթակղության ձևավորման գործում։ Ահա այդ հատվածը. ոչ ոք փորձության մեջ լինելիս թող չասի, Աստծուց եմ փորձվում, որովհետև Աստված չարից չի փորձվում, ինքն էլ ոչ մեկին չի փորձում։ Յուրաքանչյուրը փորձվում է իր իսկ ցանկությունից հրապուրվելով ու խաբվելով։ 5. Թվարկենք գայթակղության հիմնական սկզբունքները, որոնք են այդ հիմնարար սկզբունքները։ Որպեսզի կարողանաք այս հարցերին պատասխանել, նախկին դասերը կարիք ունեք լսելու։ Եվ հիմա հեղինակը նորից բերում է կյանքից վերցված մի սցենար, ու այս դեպքում հերոսը հավատացյալ Դավիթն է։ Դավիթը աշխատում է բարձր ստրեսային աշխատանքի մեջ, և նրա ղեկավարը, նրա տնօրենը հաճախ է Դավթին քննադատում։ Թեև Դավիթը ցանկանում է ողորմությամբ, ոչ կոպիտ ձևով, շնորհալի ձևով պատասխանել իր ղեկավարին, արձագանքել այդ քննադատումներին, Դավիթը իր ներսում շատ վրդովված ու հիասթափված է զգում, մտածելով, որ ավելի մեծ հարգանքի է արժանի ինքը։ Դավիթը հասկանում է, որ իր մեջ գայթակղություն է առաջացել բացասական ձևով արձագանքել իր ղեկավարին, ու որ իր մեջ ցանկություն կա բամբասել իր ղեկավարի մասին իր գործընկերների հետ, այսինքն քննարկել ղեկավարի վարքը ղեկավարի թիկունքում իր գործընկերների հետ։ Հիմա, ելնելով ներքին գայթակղության բացատրությունից, սրտի որ ցանկությունները կարող են դրդել Դավթին այս կերպ արձագանքել։ Ինչ քայլեր կարող է Դավիթը ձեռնարկել, որպեսզի դիմադրի, դիմակայի բացասական արձագանքելու գայթակղությանը և փոխարենը աստվածահաճո արձագանք տա։ Ինչպես կարող է Դավթի արժեքային համակարգը ճշգրտվել, որպեսզի ավելի սերտորեն համապատասխանի Աստծո ցանկություններին։ Մտածենք այս մասին։ Իսկ հիմա հարցեր, որ ինքներս մեր կյանքերը քննենք։ Մտածենք մի իրավիճակի մասին, երբ գայթակղության եք հանդիպել։ Պատասխանեք հետևյալ հարցերին. արդյոք այդ գայթակղությունը հիմնականում արտաքին էր, թե ներքին, թե երկուսը։ Բացատրեք։ Որ արժեքներն ու ցանկությունները նպաստեցին ձեր սրտում գայթակղության առաջացմանը։ Ինչպես կարող եք դիմակայել նման գայթակղությանը ապագայում, Աստծուն պատվելու և մեղքից խուսափելու համար, աստվածահաճո ընտրություն կատարելու համար։ Հիմա անդրադառնանք այն 3 բաներին կենտրոնական, որ վերցրել ենք այս դասերից։ Առաջինը. գայթակղությունները ձևավորվում են մեր սրտի ցանկություններից։ Այն բաները, որոնք մենք գնահատում ենք գայթակղիչ, բացահայտում են մեր արժեքները և այն, ինչ մենք ամենաշատն ենք գնահատում։ Աստծո հետ համահունչ ցանկությունները տանում են մեզ դեպի արդարություն, մինչդեռ Աստծո հետ անհամապատասխան ցանկությունները հանգեցնում են գայթակղության և մեղքի։ Ու երբ որ ես ասում եմ արդարություն, ես նկատի ունեմ Աստծո արդարությունը և ոչ թե մեր մտածածինը։ Արտաքին գայթակղությունները փորձություններ են, որոնց մենք հանդիպում ենք մեր հանգամանքներում, մինչդեռ ներքին գայթակղությունները հիմնված են մեր ներսից, մեր սրտից բխող ցանկությունների վրա։ Եվ երրորդ, Աստված թույլ է տալիս մեզ երեսարվել այնպիսի հանգամանքների, որոնք կարող են փորձություն լինել մեզ համար։ Բայց Աստված չի առաջացնում գայթակղություն մեր մեջ, Աստված մեզ չի գայթակղեցնում։ Այսինքն Աստված է մեզ դնում այն հանգամանքներում, որ մենք կանք, և ինքը կառավարում է այդ հանգամանքները։ Բայց Աստված չի առաջացնում գայթակղություն մեր մեջ, Աստված մեզ չի գայթակղեցնում։ Աստված ճանապարհ է տալիս մեզ դիմանալու գայթակղություններին և աստվածահաճո ընտրություն կատարելու։ Ինչու՞։ Որ մեր մեջ այդ մեղքի էությունը մեռնի, որ մենք սկսենք ոչ թե Ադամի ու Եվայի նման ընտրություններ կատարենք, որ ադամական մեղքով DNK-ով մտել է մեր մեջ,
այլ Հիսուսի նման, որովհետև եթե մենք Հիսուսին ենք ընդունել, Հիսուսի հետ ուրեմն մեռել ենք, խաչվել ենք, հարություն ենք առել, որպեսզի Հիսուսին նմանվենք։ Հիսուսի պես արտաքին գայթակղությունը լինի, բայց մեր մեջ ներքին գայթակղություն չառաջանա։ Այլ դրա համար է Աստված մեզ դնում այդ հանգամանքներում։ Աստված սադիստ չի, որ հենց այնպես մեզ դնի դժվար իրավիճակներում, որ մենք տառապենք։ Նպատակ ունի այս ամենը։ Նպատակը, որ Ադամ ու Եվա չլինենք, այլ Հիսուսին նմանվենք։ Որպեսզի մենք այս դասից իսկապես օգուտ քաղենք, ապա եկեք մտապահենք նաև առաջին Կորինթացիների 10-րդ գլխի 13 խոսքը, որպեսզի այն մեզ շարունակաբար հիշեցնի, որ Աստված հավատարիմ է և ելք է տալիս գայթակղությունից։ Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից, բայց Աստված հավատարիմ է, նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, առ փորձության ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ։ Իսկապես ուշադրություն դարձնենք բառերին, դիմանալ, ոչ թե փախնել փորձությունից, ոչ թե խնդրել Աստծուն, որ մեզ կատապուլտ անի դուրս բերի այդ փորձությունից, ոչ թե այդ փորձության մեջ ուրիշ մարդկանց փոխի, այլ մեզ, որպեսզի մենք ճիշտ արձագանք տանք։ Փորձությունները մեզ համար են, որ մենք զտվենք, որ մենք Քրիստոսին նմանվենք։ Մտածենք նաև Հակոբոս նամակի առաջին գլխի 13-ից 15 հատվածի մասին, հասկանալու համար, որ գայթակղությունը գալիս է անձնական ցանկություններից, և քննենք մեր սրտերը, որ տեսնենք Աստծուն հակառակվող, Աստծուն ոչ հաճելի ցանկություններ ունենք ցանկություններ, որ այնքան ուժեղ են, որ Աստծուց առավելություն ենք տալիս ու առաջնայնություն ենք տալիս։ Արդյոք դրանք արդեն դարձել են գայթակղություն մեզ համար։ Կարդանք այդ հատվածը։ Ոչ ոք փորձության մեջ լինելիս թող չասի, Աստծուց եմ փորձվում, որովհետև Աստված չարից չի փորձվում, ինքն էլ ոչ մեկին չի փորձում։ Յուրաքանչյուրը փորձվում է իր իսկ ցանկությունից, հրապուրվելով ու խաբվելով։ Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ։ Եվ վերջապես նշումներ անենք վերջին փորձությունների կամ գայթակղությունների մասին, որոնցով մենք անցել ենք, նշելով, թե ինչպես ենք արձագանքել և ինչպես կարող ենք նմանատիպ իրավիճակներում ապագայում վարվել ուրիշ կերպ, որպեսզի մեր արձագանքը լինի աստվածահաճո։ Այսքանը այսօր։ Վաղը կանցնենք 7-րդ գլխին, որտեղ ամփոփվում է ամբողջ գիրքը, եզրակացության ենք, իմի ենք բերում ամբողջ գիրքը։ Եվ հետո 8-րդ գլխում կանդրադառնանք այն հարցերին, որ տվել ենք մեզ ու հեղինակի օգնությամբ կստանանք նաև այդ պատասխանները, ու եթե դուք արել եք այդ վարժությունները, արել եք այդ հարցերի պատասխանները, կարող եք քննել, որտեղ եք ճիշտ, որտեղ պետք է շտկեք, ուղղեք, փոխեք։ Ես շնորհակալ եմ ամեն մեկին, ով լսում է, ում համար սա կարևոր է, ով առաջնայնություն է տալիս սրան, թող Աստված ամենքիս սրտում գործի։ Ովքեր որ չեն լսում, ովքեր սրան առաջնայնություն չեն տալիս, թող Տերը գործի ձեր սրտում։ Չլինի իմ պարտադրանքով, այլ լինի Աստծո կամքով և Աստծո ժամանակով։ Փառք Աստծուն այս ամենի համար, որ կա։ Թող Տիրոջ ձեռքը արձակվի ամեն մեկի սրտում, կյանքում, որ նա գործի։ Հիսուսի անունով։ Ամեն։